Հարգելի 9-րդ դասարանցիներ, մենք շարունակում ենք մեր էլեկտրականության թեման, այսօր կուսումնասիրենք, թե ինչպես է տեղի ունենում էլեկտրականության հաղորդումը մի մարմնից մյուսը։ Դա ուրեմն իրենից ներկայացնում է էլեկտրական հոսանքի երևույթը, չնայած պարզագույն է դա, բայց մենք հետագայում կտեսնենք, որ այն ունի որոշակի նրբություններ։ Էլեկտրականության հաղորդիչներ և մեկուսիչներ, էլեկտրական դաշտ։ Ուրեմն մենք նախորդ տեսանյութում պարզեցինք, թե ինչպես է տեղի ունենում ուրեմն էլեկտրականության հաղորդումը ատոմների միջև։ Այսինքն ատոմների միջև էլեկտրականության հաղորդումը տեղի է ունենում էլեկտրոնների միջոցով, այստեղ վերևում նկարված է, վերևից ձախ կողմի պատկերում նկարված է լիթիումի և բերիլիումի ատոմների կառուցվածքը։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, 3 հատ էլեկտրոն ունի լիթիումը և 4 հատ էլեկտրոն ունի բերիլիումը։ Հիմա երբ որ լիթիումի և բերիլիումի ատոմները միանան իրար, այսինքն մոտեցնենք իրար, ապա լիթիումի ատոմի էլեկտրոնը կարող է անցնել ուրեմն բերիլիումի ատոմի միջուկի մոտ, որի հետևանքով տեղի է ունենում էլեկտրոնի փոխանցում մի ատոմից մյուսը։ Մենք դիտարկել ենք ուրեմն ապակին ինչպես է լիցքավորվում, երբ որ մենք մետաքսի ուրեմն կտորը շփում էինք ապակու հետ։ Շփելուց ուրեմն ինչ է տեղի ունենում։ Ապակու միջի ատոմների էլեկտրոնները դուրս են գալիս և մտնում էին սաթի մետաքսի մեջ, որի հետևանքով մետաքսը լիցքավորվում էր բացասական, ինչպես նկարված է աջ կողմի ներքևի պատկերում, իսկ ապակե ձողը լիցքավորվում էր դրական։ Ուրեմն այդ լիցքավորման երևույթը ուրեմն կախված է նյութի տեսակից, մարմինների նյութի տեսակից, այսինքն մարմինները իրենից ներկայացնում են, խոսքը պինդ մարմինների մասին է, մետաղական ցանցով ուրեմն մարմիններ, ատոմական ցանց ունեն նրանք և ատոմական ցանցերի մեջ տեղի ունենում էլեկտրոնների անցումը մի ատոմից մեկ ուրիշ ատոմի մեջ։ Թե ինչպես է տեղի։ Որպեսզի մենք տեսնեինք մարմինը լիցքավորված է թե ոչ, մենք օգտագործում էինք էլեկտրաչափեր։ Այստեղ ձախ կողմում նկարված է էլեկտրաչափ, որի մոտեցված է ապակե լիցքավորված ձող, որը լիցքավորում է էլեկտրաչափի մետաղյա ձողը։ Իսկ աջ կողմում նկարված է, թե ինչպես է էբոնիտի լիցքավորված ձողը լիցքավորվում ուրեմն էլեկտրաչափի մետաղյա ձողի։ Երկու դեպքում էլ ուրեմն տեղի ունենում էլեկտրոնների անցում։ Մի դեպքում մետաղյա ձողից ձախ կողմում, մետաղյա ձողից էլեկտրոնները անցնում են ապակու մեջ, որի հետևանքով էլեկտրաչափը ցույց է տալիս որոշակի ցուցմունք, իսկ մյուս դեպքում էլեկտրոնները լիցքավորված էբոնիտից անցնում են էլեկտրաչափի մեջ։
Ուրեմն այստեղ վերևի ձախ կողմի պատկերում նկարված է երկու էլեկտրաչափ։ Պատկերացրեք, որ ձախ կողմի էլեկտրաչափը լիցքավորված է, իսկ աջ կողմի էլեկտրաչափը լիցքավորված չէ։ Քանի դեռ մենք մետաղյա պղնձյա ձողը չէինք մոտեցրել նրանց մետաղյա ձողերի վերևի այդ գնդիկներին։ Քանի դեռ չենք մոտեցրել, էլեկտրոնները չէին շարժում, բայց հենց մոտեցրինք նրանց, ապա ինչ տեղի ունեցավ։ Էլեկտրոնները մի էլեկտրաչափից տեղափոխվեցին պղնձյա ձողի միջով անցան մյուս էլեկտրաչափի ձողի մեջ։ Բայց հիմնականում այստեղ պետք է ուրեմն ուշադրություն դարձնենք, որ էլեկտրաչափերը սկզբում լիցքավորված չէին, միայն ձախ կողմի էլեկտրաչափն էր լիցքավորված, հետո պղնձյա ձողը միացնելուց հետո էր տեղի ունենում։ Ուրեմն էլեկտրական հոսանքի անցում մի էլեկտրաչափից մյուս էլեկտրաչափի։ Աջ կողմի նկարում, վերևի աջ կողմի նկարում, այստեղ միացրել ենք, տեսեք, լիցքավորել ենք ձախ կողմի էլեկտրաչափը, միացրել ենք ապակյա ձողով, բայց երկրորդ էլեկտրաչափը չի լիցքավորվում։ Ինչու՞, որովհետև ապակին թույլ չի տալիս, որպեսզի էլեկտրոնները անցնեն աջ կողմի էլեկտրաչափի մեջ։ Ներքևի ձախ կողմի նկարում ես նկարել եմ էլեկտրաչափ լիցքավորված ձախ կողմում եւ էլեկտրաչափ չլիցքավորված աջ կողմում։ Բայց եթե մենք նրանք դիպչենք ապակե ձողով, որը լիցքավորել ենք շփման միջոցով, երբ որ մետաքսը շփել ենք ապակու ձողին, ապա ինչ տեղի կունենա, արդյոք կլիցքավորվի երկրորդ էլեկտրաչափը, թե չի լիցքավորվի։ Այս հարցին ես թողնում եմ ձեզ պատասխանեք իմ ուրեմն հաղորդագրությունների մեջ։ Ուրեմն ներքևի աջ կողմի նկարում պատկերված է ապակին, ինչպես տեսնում ենք, ապակին շփելուց մետաքսով էլեկտրոնները ապակուց անցնում էին մետաքսի մեջ։ Այստեղ ինչ է, հոսանք չկա, թե կա։ Ուրեմն փաստորեն հոսանք կա, բայց շփման միջոցով կա, ոչ թե պարզապես դիպչելու միջոցով։ Դիպչելի միջոցով տեղի չի ունենա, ասենք, ապակու էլեկտրոնները չեն անցնի, ուրեմն մետաքսի մեջ։ Ուրեմն աջ կողմի, ամենաաջ կողմի ներքևի նկարում, ներքևի ամենաաջ կողմի պատկերում, ինչպես տեսնում եք, վերևում նկարված է մի հատ ձող, այդ ձողը ունի ատոմներ, ատոմի մի հատը նկարել եմ ես նրա ներքևի մասում, մի էլեկտրոն եկել է, ասում է, ես ուզում եմ անցնեմ քո միջով, ուրեմն ապակու ատոմի միջուկը չի թողնում, որ երկրորդ էլեկտրոնը գա իր մոտ, ասում է, ես իմ էլեկտրոնին բաց չեմ թողի, չնայած նրանք միմյանց վրա ազդում են։ Այս ձևով տեղի չի ունենում ապակու միջով էլեկտրական հոսանքի անցում։ Իսկ ներքևի պատկերում, ինչպես տեսնում եք, ես նկարել եմ միջուկը բաց է թողնում էլեկտրոնը, դա ուրեմն պղնձի ձողն է, պղնձի ձողը կարողանում է իր մի էլեկտրոնին բաց թողնել, մյուս էլեկտրոնին ընդունել, այսպես տեղի ունենում ուրեմն էլեկտրականության հաղորդումը։ Ուրեմն էլեկտրահաղորդիչներ են հանդիսանում մետաղները, մարդու մարմինը, հողը, աղերի լուծույթները, թթուների լուծույթները, հիմքերի լուծույթները, հիմնականում էլեկտրահաղորդիչները իրենցից ներկայացնում են արծաթը, պղինձը, ալյումինը, իսկ մեկուսիչներ են հանդիսանում ապակին, էբոնիտը, սաթը, ռետինը, մետաքսը, կապրոնը, յուղը, օդը, պլաստմասան,
եւ այլն։ Ինչ է էլեկտրական դաշտը։ Դաշտ հասկացությունը չկար ընդհանրապես։ Բայց ինչպես տեսնում ենք այս պատկերի վերևի մասում, ինչպես է ուրեմն բիլիարդի շարիկը ուրեմն շարժվում։ Ինչպես տեսնում ենք այս պատկերում մարդը իր կիի միջոցով, փայտի միջոցով հարվածում է բիլիարդի շարին, որն էլ իր հերթին հարվածում է երկրորդ բիլիարդի շարին, որի դեպքում անմիջական շփման միջոցով տեղի ունենում մի մարմնի ազդումը մեկ այլ մարմնի։ Բայց մեր դեպքում այստեղ ուրեմն ինչ է տեղի ունենում։ Ուրեմն այստեղ ուրեմն աջ կողմի պատկերում ինչ է տեղի ունենում։ Մարմինները միմյանց վրա ազդում են, ձգում են կամ բանում են, նայած թե ինչ լիցքով են լիցքավորված, բայց հեռավորության վրա ոչ մի մարմին, ոչ մի մարմնի հետ չի դիպչում անմիջական։ Ենթադրում են, որ դա տեղի ունենում օդի միջոցով, բայց որպեսզի դա ստուգենք օդի միջոցով է տեղի ունենում արդյոք մի մարմնի ազդումը մեկ ուրիշ մարմնի վրա, էլեկտրաչափը տեղադրել են զանգի մեջ եւ զանգի միջից օդը հանել են։ Օդը հանել են, չնայած օդը հանել են, բայց տեսել են, որ միևնույն է էլեկտրաչափը ցույց է տալիս որոշակի ցուցում։ Այստեղ էլեկտրացույց է նկարված։ Այսինքն դա նշանակում է, որ օդը ոչ մի նշանակություն չունի, ենթադրել են, որ գոյություն ունի մի բան, որի միջոցով մի լիցքավորված մարմինը ազդում է մեկ այլ լիցքավորված մարմնի վրա։ Այս այդ մի բանը իրենից ներկայացնում է դաշտ հասկացողությունը, այս դեպքում էլեկտրական դաշտ։ Եթե մարմինները միմյանց վրա ազդում են, նրանք ուրեմն ազդում են դաշտի միջոցով։ Օրինակ երկիրը ազդում է լուսնի վրա, արևը ազդում է մոլորակների վրա։ Հետևաբար մենք ասում ենք, որ այստեղ գոյություն ունի նույնպես դաշտ, բայց այս դաշտը իրենից ներկայացնում է գրավիտացիոն դաշտ։ Սա էր դաշտի հիմնական հասկացողության պատկերացումը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։